Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ։ Ողջույն Նարեկ ջան, ինչպե՞ս եք։ Շնորհակալություն։ Դուք ինչպես կմեկնաբանեք Երևանի Սուրբ Աննա եկեղեցու Բաքում տեղի ունեցածը։ Նախ մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը ուշ հասավ պատարագի վայր, հետո անվտանգության բազմաթիվ աշխատակիցների միջոցով մարդկանց հրմշտելով հասավ խորանի մոտ։ Անշուշտ ես հիմա զարմանում եմ Նարեկ ջան։ Ես հիշում եմ առաջին պատարագներին, եւ որ վարչապետը գնում էր պատարագներին, այնտեղ տասնյակ մեքենաներ կային ոստիկանության, եւ ոչ թե միայն ցիվիլ ոստիկանություն, այլև իսկական ոստիկանություն իրենց շորերով պաշտոնական նախորոք առավոտվանից մի օր առաջվանից գնում էին եւ պատրաստում էին այդ ապահովությունը եւ այն ժամանակ էլ խոսում էին եւ ասում էիք ինչի համար է ոստիկանությունը։ Հիմա վարչապետը ես կարծեմ այս անգամ ինքը ուզեց որպես բարձ հավատացյալ գնա եւ ինքը մի ժամ առաջ միայն հայտարարեց, որ գնալու է պատարագին եւ դա բնական է, որ երկրի վարչապետ է եւ եթե երկրի վարչապետ մի տեղ պիտի գնա, պետք է մի քանի ժամեր առաջ իրենք այդ ապահովությունը անեին, բայց անոնհանդերձ այս անգամ տեսանք բացառապես, որ վարչապետը որևէ մեկ ապահովություններ չարեց, բարձրապես որոշեց գնալ եւ մի ժամ հետո գնաց եւ բնականաբար մի քանի ոստիկաններ սիվիլ շորերով պիտի գնային եւ իրեն պիտի ապահովեին, դա շատ նորմալ է եւ ես դա գնահատում եմ, այսինքն ասեմ, որ այս անգամ ինձ համար ավելի գնահատելի էր վարչապետի եկեղեցի գնալը, քան մյուս նախորդ անգամները, որովհետև նախորդ անգամները պաշտոնապես էր գնում, տասնյակ մեքենաներ ապահովություններ էին անում եւ, բայց այս անգամ վարչապետը ուղղակի որպես Հայաստանի Առաքելական եկեղեցու հավատացյալ որոշեց առավոտուն զարթնեց եւ ասեց ես պիտի գնամ Սուրբ Աննա եկեղեցի։ Եվ ինքը գնաց, սա երկրի վարչապետ է, ինքը ուր որ ուզենա գնա, առանց նախորոք պայմանավորվելու եւ առանց նախորոք որևէ մեկի թույլատվությունը ուզելու։ Սա նորմալ է, այսինքն դրա մեջ դա բարձ է, բայց տեսեք, ասում եք բարձ հավատացյալ էր որպես գնաց է։ Հավատացյալները որ գնում են, այն էլ ուշացած, չեն փորձում խցկվելով հասնել ամենասկիզբը, կանգնում են այնտեղ, որտեղ տեղ է լինում։ Բայց ինչի համար ես դու, երբ որ ես ասում եմ, որ ինքը որպես հայ եկեղեցու հավատացյալ, բայց դա երբեք չի նշանակում, որ ինքը այլևս վարչապետի պաշտոնում չի, եւ քանի որ վարչապետի պաշտոնում է, բնականաբար ապահովություններ պիտի լինեն, եւ ես մեղադրում եմ եւ խիստ մեղադրում եմ այդ եկեղեցու հովիվներին, որոնք գարկն ու պատշաճը չդնորինեցին իրենց վարչապետը հյուրընկալելու, թեկուզ եւ մի ժամ առաջ դիմացած լինեն, թեկուզ եւ 5 րոպե առաջ դիմացած լինեն, որ վարչապետը գալու է, իրենք գարկն ու պատշաճը պիտի դնորինած լինեին, որովհետեւ ճանապարհը բացված լիներ վարչապետի համար եւ ըստ պատշաճի իրեն նստածներին այնտեղ տասի մեջ, ուր որ պետք է նստեր։ Բայց մենք այստեղ տեսնում ենք, որ այստեղ եկեղեցին մեծ բացթողում ունի։ Այսինքն եւ որ վարչապետը գնաց, ես ասեմ, որ գրնամ ասել, որ վարչապետը գնաց այնպիսի մի տեղ, որը քաղաքական ուժերի կենտրոն դարձած է։ Այսինքն այնտեղ որոշ մարդկանց արտահայտությունը, նաև հոգևորականների վերաբերմունքը, դա ապացուցեց, որ իրենք հագա նիկոլական են, ասենք, եւ իրենք սադարում են այլ ուժերի, եւ նրա համար ըստ պատշաճի չդիմավորեցին նրան։ Եվ հետո երբ որ տեսանք ուրեմն այդ հրմշտուգոցը, այդ ինչ որ մեկը փորձեց իրեն խփել կամ հարվածել, կամ ինչ որ այնտեղ մեկին որ ասեց դու եկել ես բղձում ես եկեղեցին, մեզ բղձում ես, այսինքն սա մեզ ցույց է տալիս, որ մեր եկեղեցին ցախողեց իր հավատացյալները դաստիարակելու մեջ։ Այսինքն եկեղեցին ինչպես ուրեմն քարոզում է խաղաղություն, ինչպես աղոթում է խաղաղության համար, ինչպես գոչում է մարդկանց սիրելու եւ ինքը չի կարողացել իր ժողովուրդը գրտել եւ դաստիարակել հոգեվոր։ Եվ սա ցավալին այն է, որ այս ժողովուրդը, որը այս
ուրեմն բացասական վերաբերմունք ունեցավ երկրի վարչապետի նկատմամբ, սրանք ճագերտյալ հավատացյալներ կոչվածներ են։ Սրանք կյանքում չեն կարող հավատացյալ կոչվել, որովհետև հավատացյալը չի կարող վատ վերաբերմունք ունենալ թեկուզ հետանոսի նկատմամբ, որ կա եւ մտնե եկեղեցի, ալ ուր մնաց երկրի վարչապետի նկատմամբ, որ ինքը ասում է, որ ինքը հավատում է եւ ինքը աղոթում է։ Եվ սա ուրեմն գաբացուցե, որ մեր եկեղեցին ցափողեցավ իր առաքելության մեջ։ Եվ ամեն մի անգամ, որ վարչապետը որոշում է ինչ-որ մի տեղ գնալ, այնտեղ գարձեք թե ուղղակի գնում է, որպեսզի այնտեղ նաև գերդ դուրս հանե եւ այնտեղ նաև փաստե հանրությանը, որ տեսեք, ոչ մի եկեղեցի այսօր Հայաստանում չի մնացել, որ ապրում է քրիստոնեությամբ եւ ապրում է քրիստոնեական օրենքներով։ Այնտեղ միայն ադելություն կա, այնտեղ միայն քարշահոտություն կա, մարդիկ իրար ադում են։ Եվ ես այսօր մի հարց եմ ուղղում մեր ունգընտիրներին եւ նաեւ Սուրբ Աննայի հավատացյալներին եւ ընդհանրապես մույս եկեղեցիների հավատացյալներին, որոնք կոչվում են հավատացյալներ։ Երբևիցե մենք նախորոք կամ նախկինում տեսել ենք երկրի մի վարչապետ կամ նախագահ, որ ուզենա գնա եկեղեցի մտնել առանց նախորոք, ուրեմն այդ քննությունները անելու ճանապարհները, նույնիսկ անվանացանքն էին գրում, թե ով կարելի այդ օրը մտնել կամ ոչ։ Ես ձեզ մի ուրիշ բան ասեմ։ Մի դեպք ինձ հետ անցամ տեղի ունեցավ, երբ որ ես Մաստրիխտի հոգևոր հովիվ էի Հոլանդում, ուրեմն Սերժ Սարգսյանը մի օր ուզեց, որ կան այցելել Սուրբ ուրեմն Մաստրիխտից հայ առաքելական Սուրբ եկեղեցին, եւ այնտեղ նախորոք քաղաքնի ոստիկանության միջոցով իրենք պայմանավորված էին, որ դեր Արմենը այնտեղ պետք չէ լինի։ Եվ պատկերացրեք, որ եկան հատուկ մարդկանցով, 10 մարդկանցով անուններ գրված, որ միայն այդ մարդիկը իրավունք ունեին մտնելու եկեղեցի։ Եվ ավելին, մի օր առաջ եկան, ամբողջ եկեղեցին խուզարկեցին եւ չգիտեմ ինչ սարքեր, ինչ գործիքներ դրեցին, եղբայր ինչ եք ուզում։ Այն ժամանակ կող չէինք մենք Սերժից, կող չէինք մույսներից, որ նախ եկեղեցի չէին գալիս, եւ եթե եկեղեցին գալիս էին եկեղեցին բղձելու, որովհետեւ դու եթե պիտի գաս եկեղեցի, դու անկախ ամեն ինչից, դու վարչապետ ես, դու նախագահ ես, դու ինչ ես, դու պիտի մտնես սովորական հավատացյալի նման, եւ ճիշտ այս է այնինչ որ հրավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց այս մարդիկը չեն գնահատում։ Ես ուզում եմ մի անգամ էլ ասեմ, ես նիկոլական չեմ, ես ոչ էլ եմ, ես չգիտեմ նույնիսկ ես մանրամասները, բայց ես որպես սփյուռքահայ հայ հոգևորական, ես հարգում եմ իմ երկրի կառավարությունը եւ հարգում եմ իմ երկրի վարչապետը։ Մենք երկու շաբաթներ առաջ, 3 բանին էր, երբ որ Սուրբ Սարգիսի տոնը նշեցինք, մենք պաշտոնապես հրավեր ուղարկեցինք վարչապետին, խնդրեցինք, որ մեզ էլ պատիվանի եւ կա Սուրբ Սարգիսի տոնին Վարնայում ներկա լինի մեր արարողությանը, բայց իր ժամանակացույցը թույլ չտվեց։ Լավ, մի րոպե էլի, հիմա դուք ուզում եք ասեք, որ Կիրակի օրվա տեղի ունեցած այդ միջադեպին բոլորը իրենց մեղքի բաժին ունեին, բացի Նիկոլ Փաշինյանը։ Բացի Նիկոլ Փաշինյանը բոլորը իրենց մեղքի բաժին ունեին։ Նիկոլ Փաշինյանը եկած էր ներկա լինելու պատարագին, սա իր իրավունքն է, եւ ինքը առանց հրմշտկելու, առանց ավելորդ աղմուկի, ուղղակի իր օգնականները փորձեցին ճանապարհ բացել, որպեսզի խաղաղությամբ մտնել գնա դեպի խորան։ Այդքան, այդ ձեր ասած օգնականները զինված թիկնապաներ են։ Եղբայր, հավա ինչ եք ուզում եք, որ կաթողիկոսը վարդապետներ ուղարկի, որպեսզի իր համար ճանապարհ բանան, ուզում եք, որ այդ քահանաների բարդականություններ խորքի մեջ, այդ մայրաթորի բարդականություններ, որ իրենք թեկուզ մեկ ժամ առաջ իմանալով պիտի գարնու բաճաճը անեին եւ վարչապետին ներս առնեին, բայց մենք ինչ տեսանք, տեսանք նույնիսկ բادرակիչ քահանան, երբ որ աշխարհքալոցին, որ դուրս եկավ մարդկանց օրհնելու, այնտեղ վարչապետը կանգնած էր
Դուք մի հատ նայեցեք այդ մարդու երեսին ոնց էր նայում վարչապետին, եղբայր սա ձեր թշնամին չի, սա ձեր երկրի վարչապետն է, երբ որ վաղը Աստված մի արասե հանգարց, որ Նիկոլ Փաշինյանը չնդրվի եւ ինքը գա եկեղեցի, այն ժամանակ ինչպես ուզեք վերաբերեք, դա ձեր խնդիրն է, ձեր եւ Աստծո միջև է, բայց այնքան ժամանակ, որ ինքը երկրի վարչապետ է, մենք ստիպված ենք, այլևս եմ բարդավորված ենք հարկել մեր երկրի վարչապետը, մեր երկրի իշխանությունը, սա իմ խոսքը չի, սա ավետարանի խոսքն է, ասում է հնազանդեցեք ձեր իշխանություններին, ձեր երկրի ղեկավարներին, որովհետև չկա իշխանություն կամ տակավոր կամ նախագահ, որ երկնքից դրված չլինի, Աստծուց ատուլադրված չլինի, եղբայր, հիմա դուք ասում եք, որ այս մարդը ներն է, այս մարդը սատանա է, եղբայր սատանա է, բա դուք ինչ եղաք հիմա, ուրեմն դուք սատանայից վախեցաք, լավ ձեր բարդականությունը ինչ է, դուք ձեր բարդականությունը ձեր հավատքով հայտնեիք, ձեր հավատարմությունը ձեր եկեղեցուն, ձեր սերը ձեր երկրի նկատմամբ, այն ժամանակ կարող է եւ մենք մեղադրենք վարչապետին, որ այսպես պիտի չլիներ, բայց Նարեկ ջան, մենք մեր եկեղեցին ցախողվեց բարի իսկական իմաստով, մենք ցախողվեցինք մեր եկեղեցու ղեկավարության մեջ, ցախողվեցինք մեր սիրուն մեջ մեր երկրի ղեկավարության նկատմամբ եւ մեր ազգի նկատմամբ, արեք խոստովանենք, այդքան հստակ է եւ բարձ է։ Եվ այն տեսարանը ինչպես կմեկնաբանեք, որ ոստիկանները լցվեցին եկեղեցու բակ, սկսեցին քաշքշելով, գետնին գցելով, 18 տարեկան տղային բերման ենթարկել։ Լավ, այդ տեսարանը որ դու տեսար, ուրեմն նաև տեսար այդ տեսարանի մեջ մի քանի սարգավակներ, որոնք բադարակը լքեցին եւ դուրս ելան իրենց սարգավակի շորերով, տբիրի շորերով եւ սկսան հրմշտկել։ Հիմա ո՞րն էր ավելի կարևորը։ Կարևորը ծեր բադարակն էր, թե կարևորը դուրսը ինչ էր կատարվում։ Ինչ ոչ մի բան չկա, որևէ մեկը, եթե որևէ մեկ երկրի մեջ դեղի ունենա, քաղաքագիրք երկրի մեջ, եթե որևէ մեկը փորձե իր սահմանները անցնել եւ ինչ որ երկրի ղեկավարի ուրեմն ցերկ երկարել, բնականաբար է ոստիկանությունը, որ իր ապահովության համար է, պիտի առնեն, դանեն նրան, որպեսզի հարցակնեն, տեսնեն, արդյոք դա անձնական մղումով է արել կամ ինչ որ կարող է տերորիստական մի գազագերբություն ուղարկել այս մարդուն, որպեսզի սպանեն վարչապետին, սա շատ նորմալ է, որ պետք է գնալ, եւ ինքը քանի այդքան քաջություն ուներ, այսպես ընդդիմանալու վարչապետին, թող քաջությունն էլ ունենար, գնար նրանց հետ, հարցակնվեր եւ կար, եւ ոչ թե աղմուկ հարաճացնե, ու ընդեղից եկեղեցականները դուրս կան ու հրմշտկոց, ամոթ է եղբայր, ամոթ է, այսինքն սա հայտարարություն է, այսօր ամբողջ աշխարհը ճանաչում է Հայաստանը այս օրերին Նիկոլ Փաշինյանի պատճառով եւ իր դարած լավ քաղաքականության, խաղաղության եւ այլն պատճառով։ Հիմա այս բաները, որ եթե տեսնեն աշխարհը, ինչ պիտի ասե մեր մասին, ինչ պիտի ասե այս ժողովրդի մասին, մի ժողովուրդ, որ չի կարողանում իր երկրի իշխանությունը սիրել, ինչպես պիտի սիրի Աստծուն, ինչպես, որովհետև մեր սերը Աստծու հետ պայմանավորված է, մեր սիրուն հետ, մեր բարեկամի նկատմամբ, մեր եղբոր նկատմամբ, մեր երկրի, մեր ղեկավարության, մեր վարչապետի նկատմամբ, եթե դու քո երկրի վարչապետը չես կարողանում սիրել, քո մարդ ընկերդ, քո մարդ եղբայրդ չես կարողանում սիրել, ինչպես է սիրում Աստծուն։ Բայց ոստիկանների այդ պահվածքը եկեղեցու բակում դուք համարում եք նորմալ, թե չէ։ Եղբայր ոստիգան են ասում, ցավը տանեմ, Նարեկ ջան, ոստիգան են, սրանք հրեշտակ չեն։ Այս մարդիկը եկած են վարչապետի ապահովության համար։ Վարչապետը արդեն գնացել էր, որ իրենք այդ տեսարանը սկսեցին։ Այո, բայց այդ մարդը պետք է դանեին հարցակնության կամ չէ։ Պետք է դանեին, այդ մույս գնոջը չդարան։ Այդ կինը, որ ասեց, որ դու եկել ես մեզ բղձես, դու եկել ես մեր եկեղեցին բղձես, այդ գնդան չդարան։ Բայց այս մարդը ուղղակի փորձեց ցերկ բարձրացնել։ Դե այլ թող փորձեին այդ եկեղեցու հովիվներից մեկին ցերկ բարձրացնել, եթե այդ դղամարդ է գոչում։
Դեսեք իրան ինչ օյն է գցել։ Երկրի ղեկավարի վրա փորձերը ցերկ երկարել, դու հիմա մեղադրում ես ինչի եմ բռնել դարել, բա պիտի դանեմ, բա ինչ պիտի անեմ։ Ես դատավոր չեմ, քննիչ չեմ Դե չէ, մեղադրում, ես հարց եմ այսինքն տալիս։ ժողովրդի հարցը դու ներկայացնում ես, որ ինչի սենց եղավ, այլ նորմալ է Սիրելի Արեգյան, սա նորմալ բան է։ Բայց այդանայմ Նիկոլ Փաշինյանը չպետք է քրիստոնեաբար մոտենար եւ ասել, որ օրինակ բողոք Այսինքն Նիկոլ Փաշինյանը քրիստոնեաբար չմոտեցավ, եւ եկեք պատկերները տեսան։ Եվ որ այնտեղ աղմուկ եղավ, գնացին ոստիկանները լցվեցին։ Հանգիստ մնացեք, բադարակը մի խանգարեք, որովհետև մարդը գիտի, որ բադարակը սրբություն է, գարելի չէ բադարակը խանգարել։ Նույնիսկ եւ որ դուրս եկավ, չուզեց որ աղմուկ լինի բադարակը խանգարվի։ Եվ անոր դիմաց մենք կտեսնենք, որ հոգևորականները չիմացան այդ բադարակի սրբությունը, այդ դոնի սրբությունը եւ թողեցին իրենց պաշտոնները եւ իրենց շորերով ելան դուրս գրիվ եւ ձգձգուկ եւ իրար քաշել եղավ Նարեկ ջան։ Այսինքն ես չեմ տեսնում որ վարչապետը ինչ որ մի սխալ բան արեց, ոչ մի սխալ մարդը որպես հավատացյալ գնաց եկեցի, բայց նաեւ նկատի ունենալով որ ինքը վարչապետ է իր ապահովության համար իրեն հետ պիտի դանի ոստիկանությունը եւ որևէ մեկի եթե թույլ դա ինչ որ մի սխալ վարմունք ոչ թե խոսքը կարող էր անցնել, բայց այս մարդը ցերկ բարձրացրեց եւ եթե հանգարց վարչապետը կամ վարչապետի այդ ասենք ուղեկցող ոստիկանները եթե իրենք նրան բռնադարած չլինեին ես պիտի մեղադրեի պիտի ասեի իմ երկրի վարչապետին ինչու չպաշտպանեցի այն մարդը որ ինքն իրեն թույլ տվեց բայց որ ձեր երկրի քաղաքացուն ծեփեցին ասֆալտին դուք դրա հետ հաշտ եք թող թույլ չտար ինքը թույլ տվեց որ իրանց ասֆալտ գցեն պետք էր անեին եւ ավելին պետք է անեին ես հուսամ որ իրան դարան ընդել մի քանի ապտակ էլ զարգեցին որբեսի խելքը գլուխը կա եւ օրինակ դառնա ուրիշներին բայց դուք հոգևորական եք ներկայանում դուք ոնց կարող եք ես ներկայանում եմ որպես հոգևորական բայց մեր երկրի վարչապետը եւ մեր երկրում գործում է կանոն դուք ասում եք այդ 18 տարեկան տղուն մի քանի հատ չրփեիք որովհետեւ այս 18 տարեկան տղան մեկ իրեն չի դաստիարակել ոչ եկեղեցին է իրան դաստիարակել եւ ոչ մեկ իրան չի դաստիարակել որ ինքը ցերկ բարձրացնի երկրի վարչապետին Կարող է ուզում էր մոտիկից կպներ վարչապետին ձերք տար ինչ դուք մտածում եք որ ուզում եք բռունցքով հարվածեր լավ եթե ուզում է այսինքն նկատի ունես ուզում էր օրհնությունը ստանալ վարչապետին դե կարող ուզում էր հպվեր հիմա երկրի վարչապետա կարող է երիտասարդներ ոգևորվել էր ուզում էր կպներ մի հատ բայց երբևիցե վարչապետը արկել հանդիսացել է որ մեկը իրեն հպի փոքրից մինչև մեծ ոչ մեկին արկել չի հանդիսացել, ընդեղ հստակ է, որովհետև ընդեղ Սուրբ Անան դարձել է քաղաքական ուժերի կենտրոն եւ նրա համար ոչ մեկը չընդունեց այնտեղ վարչապետի ներկայությունը։ Եկեք ծուրանստենք ճիշտը խոսենք։ Այսօր մեր եկեղեցիները դարձել են քաղաքական կառույցության կենտրոն եւ իրենք չընդունեցին վարչապետը, այդքան բարձ եւ ինչ եղավ Եվ որ այդ եկեղեցու հովիվի իմացավ, որ դեր Զենոնն է, գնացել է եւ բարգացել է մոմավարին, բարգացել է անընդդիրներին, ոնց սենց եղավ, ոնց իրան չընդունեցի, եթե ես դեր լինեի, սենց չէր լինի, ինչա քեզանից է գախված։ Բայց այդ մարդոց, եթե դու դաստիարակեիր քո սարգսակներին, դբիրներին, եւ եթե իրենք գարկն ու բաչաճը դնորինեին, որբեսի ընդունեին վարչապետը, այս ամեն ինչը դեղի չէ։ Ձեր Կճոյանի տարածքը չի դա։ Այո։ Կճոյանի տարածք է, բայց դա ամիջական մայրաթորի պատկանելիության դա գդրիչի, ուրեմն ասենք Երևանյան աթորանից չգիտեմ ինչն է։ Իր համարյանը ինչը արել էջմիածնում, մի հատ էլ Երևանում նստավայր ունի, որովհետեւ ընդեղ է Ամերիկա։ Բայց Գջոյանը, այսինքն Գջոյանը չէր, որ ամիջական դիտի բանաներ։ Սուրբ Անան ինչքան որ գիտեմ, դա պատկանում է մայրաթորին։
Տեսեք, դուք ասում եք, որ վարչապետը սուս-փուս գնաց, որ պատարակը չխանգարի, բայց այդ ոստիկանները այդ տղայի հետևից եկան պատարակի ժամանակ, դեռ պատարակը չէր ավարտվել։ Ես կարճ ինչ որ ես տեսա վարչապետի մեկնելուց հետո այսին վարչապետը դակավին փագի մեջ էր կամ այնտեղներն էր եկան իրան դարի խո մի ժամ հետո չեկան չդարան այս ինչքան որ ես տեսա բայց դա չի խանգարում եթե նույնիսկ վարչապետի ներկայության լինի կամ վարչապետի գնալուց հետո լինի դա չի խանգարում այսին ես վստահ եմ չեն եկել իրան քաշելով դանեն եկել են երկու խոսք ասել են համեցի մեզ հետ մարդը չի գնացել Եվ ուժա բանարել, որ ինքը չկնա, և ընդեղից մերնական չունին դղես ուրեք դանում, ընդեղից սարգավակներն են իրան խարնվեց, ընդեղ մարդ, այսինքն իրենք դրամա են ստեղծում, որբեսի ցույց տան, որ տեսեք եկան ասֆալտին պրեցին, դարան, արեցին, ծեծեցին, այսինքն սա դրամա է, ով չի հասկանում Դե բայ եթե դուք հոգևորական ներկայացող մարդ ասում եք տանեին մի երկու հատ էլ ապտակ տային, բայց խի պետք է գնար, կարող է հենց այդ մտավախությամբ էլ չի գնացել։ Տաստերագություն է, եւ որ մեկը չի կարողացել իրան տաստերագել, ինչ որ մեկը պիտի տաստերագի, բայ երկրի ղեկավարությունը ինչի համար է։ Ինչի համար է։ Ապտակով են մարդ տաստերագում։ Մեզ տաստերագելու համար է, չէ՞։ Եկեղեցին ինչի համար է։ Պետությունը քաղաքացուն պաշտպանելու համար է, ոչ թե ապտակելու։ Հա, բայց խրադելու համար չէ։ Խրադելու համար չէ։ Ապտակը խրատ է։ Ապտակը խրատ է, ապտակը ոչ մի բան մեջը չկա։ Եվ այս որ խոսում եք ապտակի մասին, ես այսօր ցեզ ասեմ, որ վարչապետը իր այս արարքով, այս ամբողջ տեղի ունեցածով այս երեկվա ներողություն, դա ուղղակի ապտակ էր Նիկոլ Փաշինյանին եւ ինքը իր մույս երեսը դարձրեց եւ թույլ տվեց որ երկրորդ երեսն էլ ապտակեն թող իրենք համարցակեին Ռոբերտ Քոչարյանին սենցանել թող համարցակեին Սերժ Սարգսյանին իրենց այնտեղ կսպանեին ընդեղ կսպանեն եղբայր մեզ վայել չի այսպեսի վարչապետ մենք արժանի չենք այսպեսի քաղաքագրթության այսպիսի համերաշխության, խաղաղության մենք վարժ չենք եւ տեսեք եւ որ խոսում եմ մեր մասին միայն հայերի մասին չեմ խոսում ես խոսում եմ ամբողջ այդ արևելքի ատկովգասյան կողմերը տեսեք Սուրիան ինչ է անում Սուրիան երբ որ Ասադը գնաց ամեն ինչ դակնու վրա եղավ որովհետեւ այնտեղ պրունցկով երկաթե պրունցկով բռնած էր ամեն ինչը դիրաբեդած էր Մեր ժողովրդին չի վայելում այս ազատությունը, որ վարչապետը անցնի գողքից եւ իրանք թուքում ուրանեն վարչապետին եւ վարչապետը սուս մնա։ Սրանից ավելի ինչ։ Ժողովրդավար երկիր է, բա ասում են Հայաստանը, մարդիկ ինչ անեն, բերանները կոչեն։ Ահա, ժողովրդավար երկիր է, քո խոսքը բահի մետ գտնարեք ջան։ Ժողովրդավար երկիր, էլ 7 տարի առաջ, 8 տարի առաջ, էլ 10 տարի առաջ Էր 15 տարի առաջ, բայց մենք տեսանք ժողովրդավարությունը, չէ՞։ Մենք տեսանք ժողովրդավար իշխանները եւ նախագահները ինչ էին անում, զուգարանների մեջ մարդկանց սպանում էին իրենց տեխնաբահները եւ ոչ մեկ հաշիվ չէին տալիս։ Այն էր ժողովրդավարություն, չէ՞։ Այսօր Հայաստանը ապրում է ամենամեծ ժողովրդավարական շրջանի եւ վերջ։ Սրա նման մենք ժողովրդավարություն Երբևիցե չենք ունեցել։ Մենք այդքան ժողովրդավարություն ունենք, որ դու տղտագիցները գնում եք Նիկոլ Փաշինյանին այնպիսի հարցեր եք տալիս, որ եթե որևէ մեկը լիներ, այնտեղ ոչ թե ցեզ գվդարեր այնտեղից, այլ մի հատ էլ դան ճանապարհը չէիք իմանում։ Կներեք, եթե Նիկոլ Փաշինյանը ճարտար լեզու ունի Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից, Սամվել Կարապետյանից, Գագիկ Ծառուկյանից եւ ներողություն կարողանում է ցանկացած հարցի պատասխանել իր ուզած ձևով, կարողանում է ցանկացած իրավիճակ ներկայացնել իր ուզած ձևով, դա դեռ չի նշանակում ժողովրդավարության դրսևորում Մեղավոր չենք, որ Փաշինյանը վարժ չի կարողանում եւ ճարտար չի կարողանում խոսել։ Բայց կարող է եւ ճարտար պատասխանել եւ այդ թղթագիտի անշնորհք թղթագիտի հարցերն էլ դուրսը լուծել, եթե դա լիներ 8 տարի առաջ։ Բայց մարդը լայն սրտով, նույնիսկ եթե քննադատությունը իր անձին, մարդ ամենայն սիրով իր ճարտար խոսքով, որ Աստված է դվել Սա բարգև է Աստուծուց
ամեն մարդ չի որ կարող է ջարդարությամբ խոսել։ Դες հիմա դու ինձ մի բան ասեցի, դու ասեցիր որպես հոգևորական, դու ոնց կարող ես ասել, որ թող դանեին երկու ադել ապտակ զարնեին, չէ՞։ Այս հարցը ինձ տվեցի եւ ես փոքր սկացի, որովհետեւ իսկապես դու ինձ մի հարց տվեցիր, որ ես նեղը մտա, որ դա պետք չէր ասեի, բայց ասեցի եւ ամեն մարդ իր ասածների պատասխանատու է։ Այսինքն Նարեկյան պետք է ընդունենք այս մարդը մեր երկրի ղեկավարն է, մեր երկրի վարչապետն է եւ մենք ստիպված ենք որպես քրիստոնյաներ, որպես հոգևորականներ նրան ընդունել, դուք անընդհատ ստիպված բառն եք օգտագործում, բայց մարդ ստիպված բացասական բանն է հանդուրժում, բացասական իրավիճակում է ստիպված ապրում, եթե լավն է անընդհատ ինչ եք անընդհատ ասում ստիպված ենք։ Մենք բոլոր բարականերին, եթե լավն է, տեսեք Ներոնի ժամանակ Պողոս Արաքյանը ասեց, որ հնազանդեցեք ձեր իշխանին։ Ներոնը, որ սպանում էր քրիստոնյաներին, մորթում էր քրիստոնյաներին, պատվիրեց, որ հնազանդեցեք իշխանություններին, որովհետև չկա իշխանություն, որ Աստծոց տրված չէ։ Եվ մենք նրա համար ասում են, ստիպված ենք, սա մեր հավատքը, մեր քրիստոնեական վարդապետությունը մեզ բարդացնում է, ոչ թե խնդրանք է, ոչ թե առաջարկ է, այլ բարդատրանք է, եւ ով որ չի անսար Սուրբ Գրքի եւ անոր պատվիրաններուն եւ բարդատրություններուն, ուրեմն ինքը քրիստոնյա գոչվելու իրավունք չունի եւ վերջ։ Այդ կահանաները թող չսեն իրենք քրիստոնյա են։ Ես այդ կահանաներին նույնիսկ այլևս որպես քրիստոնյա չեմ ընդունում, որ դուք չեք կարծացել ինչպես պիտի վերաբերեք։ Դուք ինչ ադելություն եք սերմանել ձեր եկեղեցու մեջ, որ մարդիկ այսպիսի ադելությամբ վրեժխնդրությամբ լեցված են։ Բայց տեսեք Նիկոլ Փաշինյանը ուր գնում է մի սկանդալ պայթում է, գնաց եկեղեցի, դա տեղի ունեցավ, մտավ մետրո, Արցախից բռնի տեղահանված կնոջ հետ իրար տվեցին։ Հա, այսինքն այս երկու դեպքերը բավարար են, որովհետեւ մենք ասենք, որ Նիկոլը ուր որ գնաց կամ դա։ Չէ, այս երկու դեպքերը կամ 3 կամ 10 Հայաստանում մեկ շրջեց, ամբողջ ժողովուրդը իրեն ծափահարություններով դիմավորում է, քրգախարն ընդունում է, դա չեք տեսնում, բայց եւ որ տեսնում եք մեկ գին, որ վարչապետը իր աստիճանի զիջելով մարդ որպես խոսում է նրա հետ եւ նա այսպեսի վերաբերմունք ցուցաբեր է, դուք նա տեսում եք որպես սկանդալ, բայց բոլոր կառավարության գադարածները ընդհանրապես չեն հետաքրքրում, թե ինչքան բաներ։ Դուք որ ասում եք վարչապետը իր դիրքերից իջավ եւ այլն, վարչապետը ընդամենը պետության մենեջերն է, կառավարիչ է, ժողովուրդը փող է տալիս, ասում է իմ երկիրը կառավարի։ Այս նույն ժողովուրդը փող չէր տալիս նախկիններին, նախկինները բարձ մենեջեր չէին ցես, բարձ մենեջերներ չէին ցեր կողմից ընտրված եւ ցեր փողերով սնված ու ապրած եւ այլն։ Այնչու նույն վերաբերմունքը ցուցաբերեցիք։ Ինչու՞ չէի համարձակում հարց տալ, որ մի քիչ եթե ցես թույլատրված չլիներ, որ դուք այդ հարցը տաք։ Նարեկ ջան, ցավդ տանեմ էլի, հերիկա էլի, դրակեցի մի քիչ ճիշտ խոսեք, էլի։ Դուք ուզում եք, որ միշտ վատի հետ համեմատվենք։ Եղբայր վատի հետ չենք մինչև հիմա, որովհետև կներեք էլի 10 տարի կլինի, որ արդեն մի երկու տարուց կլինի 10 տարի, որ Նիկոլ Փաշինյանը լավ 8 տարի արդեն իշխանության է, Քոչարյանը Սերժ Սարգսյան, Քոչարյան Սերժ Սարգսյան, բայց մարդիկ առաջ են, չէ՞ թող լավի հետ համեմատվեն։ Լավ, ինչ անենք, լավին ոչ թե դոփեն տեղում եւ ասում Դուք եք մեզ հրամցնում Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, ուրիշ մեկը մեզ հրամցրիք, որ մենք ասեցիք չէ։ Եղբայր, այսօր կամ Սերժն է, կամ Ռոբերտն է, կամ Նիկոլ Փաշինյանն է, այսօր 3 ընտրություն ունենք մենք։ Եվ մենք ընտրում ենք ամենել լավը, որ կարողանում է երկիրը խաղաղությամբ պահել։ Եվ մեզ համար Նիկոլ Փաշինյանն է եւ վերջ։ Եվ ես վստահ եմ, որ ինքը մի անգամ եւս ընտրվելու է, որովհետեւ իր առաքելությունը դակավին ավարտին չհասավ։ Առաքելությունը պետք է ավարտին հասնի։ Ես հավատում եմ, որ սա Աստծո կողմից
Ո՞րն է իր ուղարկված մարդ է առաքելությունը։ եւ իր առաքելությունը պիտի հասցնի դեպ, որովհետեւ մեր երկիրը ապրի խաղաղությամբ եւ ապրի որպես քրիստոնյա, այնինչից որ մենք զրկվել ենք տարիներ շարունակ Կներեք, առաջին բայց դուք դեռ չեք քրիստոնյաներից։ հասկացել, որ Նիկոլ Փաշինյանը տանուլ է տվել եկեղեցում հոգևոր իշխանությանը փոխելու իր գործողություններում։ Այո, եւ մենք սադարում ենք նրան, որովհետեւ այս Ասում եմ հոգեվոր տանուլ է իշխանությունը տվել, պարտվել է։ բարդվել է։ Այո։ Չէ, ինքը հաղթեց, Հա։ ինքը հաղթեց։ Գարեգին երկրորդը Այո, այլևս կաթողիկոս չէ։ այո, օրինակի համար ինձ համար եւ ինձ նման միլիոնավոր հայերի համար Գդրիչ Ներսիսյանը այլևս կաթողիկոս չէ։ Մեզ համար այլևս կաթողիկոս չէ։ Եվ մեզ համար այս իր համագարկը ամբողջությամբ մեզ համար հոգևորականներ չեն եւ եկեղեցու ղեկավարներ չեն, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ասում եմ Աստծո կողմից կարծեք ուղարկված լինի, որովհետեւ ինքը այս քանչ շահութությունը, որ ծածկված էր, բաղվդած էր եկեղեցու մեջ, այդ ամեն ինչի Երևան կա եւ մենք տեսնենք ճշմարտությունը, որը մեր անզեն աչքերով չէինք ուզում տեսնել։ Ամեն ինչը հստակ էր, բայց մենք չէինք ուզում տեսնել։ Եվ հիմա մարդը հրաբարակավ հանեց եւ մենք իմացանք ինչի է եւ յուրաքանչյուրի արժեքի իմացանք։ Եվ վերջին այս դեղի ունեցածն էլ Սուրբ Անայի մեջ դա նաեւ ավացուցեց, որ այո, մեր եկեղեցին բարեգարկ, այլև ոչ թե բարեգարկման, արմադական փոփոխության գարիք ունի, արմադական։ Այս մարդիկ, որոնք այսօր գործում են եկեղեցու մեջ, եկեղեցու անվանդակ, իրենք այստեղ լինելու իրավունք չունեն։ Իրենք միայն քանդեցին եկեղեցին եւ միայն խայդարագեցին եկեղեցին իրենց արել։ Ես ասում եմ Նիկոլ Փաշինյանը ըստ գնահատականների ձախողել է այս բանում, էլ չի էլ խոսում, նույնիսկ այդ մասին էլ չի խոսում։ Իրանից է հեռու։ Այսին վերջին իր խոսքը Եվրոպական խորհրդի մեջ մի քանի օր, այսին ինչ եք ուզում։ Ուզում եք ամեն օր դհոլ ու զռնա առնի ինքնի փողոցները։ Վերջին իր խոսքը պաշտոնական եւ գդրուկ խոսքը ասեց Եվրոպական խորհրդի մեջ իդես աշխարհին, որ այսպես չի շարունակվելու եւ վերջ։ Հաշիվ են գալու եւ վերջ։ Ուրիշ ինչ եք ուզում ասել։ Սա քիչերը դհոլ ու զռնա, այս մարդը ուրիշ գործ չունի անելի։ Չունի, բիդի բռնեք գդրիչը գիշեր-ցերեկ, կամ ինչ եք ուզում եք գնա գդրիչը բռնի շղթաներով գաբի դանի, այս մարդը եթե զգացում չունի, չի ամաչում, ինչ թող անի, ինչ թող անի, հիմա մի հատ մարդ 18 տարեկան է, ասում եք, ես չգիտեմ, այս դղեն, որ այսոն բռնեցին դարան, դες ինչ ամուկ եք պարծացնում, և այդ ամուկ պարծացնողները մի քանի նարեկներ են, հավա եթե դանի կաթողիկոսը շղթայով իրեն ասֆալտին պռելով դանի ինչ պիտի անի։ Ժամանակին ամեն ինչ կլուծվի, եւ ես վստահ եմ, որ ամեն ինչ կլուծվի։ Եվ ոչ թե ընտրություններից վերջ, այլ ընտրություններից առաջ այս հարցը պիտի լուծվի։ Միջև ընտրություններ կաթողիկոսը կհեռանա։ Միջև ընտրություն այս հարցը պիտի լուծվի։ Ես վստահ եմ։ Ինչպես։ Որովհետեւ հանգարց մարդիկ չգաբեն այս ամեն ինչը ընտրության։ Սպասում է ընտրվի, չէ, այս հարցը ես կարծում եմ համոզում ունեմ, որ միջև ընտրություն պիտի լուծվի։ Ինչպես է լուծվելու։ Ինչպես որ նախադեсած է վարչապետը, ես չեմ գիտեր իր ծրագիրները ինչ են, ինքը ինչ նախադեсած է, բայց ես կգարձեմ համոզված եմ, որ միջև այս հարցը կլուծվի։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ուղղակի ձեր կարծիքն եք ասում, ինչ որ բան չկա։ Չէ, մասնավոր չէ։ Այդեպ ասում են Կճոյանն էլ խորը դեպրեսիայի մեջ է, ասում է երկու ոտքով թակար դնգա, այս խորցերության ինչի է կամտ այս ամեն ինչի մեջ։ Ունեք ինֆորմացիա իրենից։ Այսպիսի բան չկա։ Հերթերն են գրում Հայաստանում։ Թերթերը տեսա ինչեր են գրել 5 միլիոն են դալիս կահանաների, ինչ գիտեմ, ինչ գիտեմ։ Եթե 5 միլիոն դվող լիներ կահանաներին, բոլոր կահանաները գծախեին գդրիչին կան, չէ՞ ջան։